Հիմալայների 5000 մետր բարձրության վրա կա մի վայր, որտեղ մահը սառել է ժամանակի մեջ։ Սա Ռուպկունդ լիճն է, որն ավելի հայտնի է որպես կմախքների լիճ։ 1942 թվականին հնագետները այստեղ հայտնաբերեցին հարյուրավոր մարդկային կմախքներ, սառույցի տակ և լճի ափերին։ Տասնամյակներ շարունակ գիտնականները փորձում էին հասկանալ ինչն է սպանել այսքան մարդու միաժամանակ։ Պատերազմական գործողություններ, համաճարակ, թե զանգվածային ինքնասպանություն։ Իրականությունը շատ ավելի անհավանական էր։ Կմախքների հետազոտությունը ցույց տվեց, որ նրանք բոլորը մահացել են գլխի և ուսերի հարվածներից։ Բայց այդ հարվածները հասցվել են ոչ թե զենքով, այլ երկնքից։ Մոտ 1200 տարի առաջ այս մարդիկ ընկել են անսպասելի և հզոր կարկուտի տակ։ Բեյսբոլի գնդակի չափ հասնող սառցե գնդերը տեղացել են այնպիսի ուժգնությամբ, որից թաքնվելու ոչ մի հնարավորություն չի եղել բաց լեռնային տարածքում։ Բնությունը վայրկյանների ընթացքում այս վայրը վերածել է զանգվածային գերեզմանոցի։ Իսկ դուք պատկերացնում էիք, որ սովորական բնական երևույթը կարող է նման հետք թողնել պատմության մեջ։